Ձեզ եմ ներկայացնում հանրակրթական դպրոցի հայ գրականություն 12-րդ դասարանի դասագիրքը։ Դասագիրքը հրաշալի ձևավորումով, վառ գույներով կներկայանա աշակերտին եւ կարծում եմ կբարձրացնի նրա տրամադրությունը։ Առջևում սեպտեմբերի 1-ն է եւ սեպտեմբերի 1-ին մենք պետք է դիմավորենք ոչ միայն տոնական խոսքերով, այլև գեղեցիկ ու բովանդակալից դասագրքերով։ Այս դասագիրքը այդ դասագրքերից է, առանց որի դժվար կլինի շփվել գրականության հետ։ Այստեղ զետեղված են հեղինակներ, հեղինակային կազմը հետևյալն է. Համոսայան, Զահրատ, Վահագն Դավթյան, Հրանտ Մաթևոսյան, Լևոն Խեչոյան, Վարդգես Պետրոսյան, Աղասի Այվազյան։ Յուրաքանչյուր հեղինակ ներկայացված է եւ ստեղծագործության ընդհանուր բնութագրով։ Նու կենսագրությունը ինքնին պարզ է, որ առանց կենսագրության հեղինակը չի ներկայացում, եւ ստեղծագործության ընդհանուր բնութագրով եւ հատկապես ծրագրային գործերով։ Իսկ ծրագրային գործերը առանձնացվում են, որպեսզի աշակերտը շատ չտատանվի գրողին ճանաչելու հարցում, ընտրի մի գործ, ինչ ընտրվել եւ ներկայացվել է եւ խորանա դրա մեջ։ Ներկայացված է Զահրատը պոլսահայ գրող է։ Պոլսահայ գրականությունը սփյուռքահայ գրականություն չէ։ Պոլսահայ գրականությունը Պոլսի Դանիել Վարուժանի, Ատոմ Յարճանյան Սիամանթոյի ժամանակների գրականության շարունակությունն է։ Այդ ավանդույթները այսպես թե այնպես պահպանվել են։ Զահրատը նորարար բանաստեղծ էր, այդ նորարարության շնչով էլ ներկայացված է եւ բերում է մեծ քաղաքի եւ միայնակ մարդու հարաբերությունը։ Ինչ է անում միայնակ մարդը, մի կորած մարդ մի մեծ քաղաքում։ Այս ամբողջ հոգեբանական շարժն է։ Հրաշալի բանաստեղծ Համոսայանը ներկայացված է իր ստեղծագործական ամբողջ կերպարով։ Նույնը նաև մյուսները, Հրանտ Մաթևոսյանը, մյուսները։ Այստեղ ուսուցչի հմտություն այն պետք է լինի, որ կարողանա աշակերտներին կապել գրականության հետ։ Այս բոլոր հեղինակները, եթե ոչ բոլորը, գոնե ասենք Սահյանը, Մաթևոսյանը, այս երկուսը հատկապես ունեն տուն-թանգարաններ, կազմակերպի այցելություններ տուն-թանգարան, որպեսզի տեսնեն, շփվեն, ճանաչեն։ Համոսայանի տուն-թանգարանն իր գյուղում է, Լոր, Սիսյան, երկար ճանապարհ է, բայց սիրով կգան եւ մեծ տպավորություններ կմնա ամբողջ կյանքում իրենց համար։ Գրքերի լեզուն գիտակրթական է։ Ինչ նկատի ունեմ այս ասելով, գիտակրթական ասելով, այն որ շարադրանքը պարզ է, բայց գիտական կողմը անտեսված չէ, բնավ անտեսված չէ նաև կրթական ուսուցողական կողմը։ Այս ամենի համադրումը ստեղծել է դասագրքի ոճը, որը թեթև է, հեշտ է, մատչելի է եւ երեխան դրանով եւ կսիրի գրականությունը եւ կիմանա ինչ է գրականությունը։ Նաեւ անհրաժեշտության բերումով ծանոթագրված են, բացատրված են բոլոր եզրույթները կապված գեղարվեստական պատկերի, տաղաչափության, մեթոդների եւ այլ հարցերի հետ։ Կան նաեւ բառարաններ, որոնցում ներկայացվում են անհասկանալի դժվար բառերը։ Կարծում եմ, որ դարձյալ սեպտեմբերի 1-ին ավարտական դասարանի համար, 12-րդ դասարանի համար այս գիրքը շատ լավ նվեր կլինի։ Նախապես շնորհավորում եմ գրքի մուտքը դպրոց։